Ողջույն 24 TV-ին շարունակում է աշխատանքը, տաղավարում այսօր իմ հյուրն է ազգային ժողովի պատիվ ունեմ խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը։ Բարև ձեզ Տիկին Մկրտչյան, շնորհակալ եմ մեզ հրավիրելու համար։ Խոսենք երեք քննչական կոմիտեի կողմից իրականացված խուզարկություններին, որը տեղի ունեցավ Արցախի ներկայացուցչությունում, ըստ տեղեկությունների մինչև տարեվերջ ցանկանում են շենքը խլել ներկայացուցչությունից Արցախի, ինչ նպատակ եք այս ամեն ինչում տեսնում եւ նկատենք, որ դրան նախորդել էր ազգային ժողովի կողմից Արցախի ազգային ժողովի կողմից նախաձեռնած լսումներ, որը վերաբերում էր Արցախ վերադարձին, դրան հաջորդեց արդեն Նիկոլ Փաշինյանի Համբուրգից լրագրողների հարցազրույցի ժամանակ անդրադարձը նա ասում էր, որ եթե այդպիսի բաներ են խոսում, պարզ է, որ Ադրբեջանն էլ է տեսնում եւ եթե բռնատիրություն է նաեւ երկրում, ինչպես է լինում, որ մի խումբ մարդիկ վերադարձից են խոսում եւ ըստ էության ասում էր, որ այդ վերադարձը նոր պատերազմներ, նոր խնդիրներ է առաջացնելու։ Չենք կարող իհարկե անտեսել նաև այն հանգամանքը, որ այդ լսումների ընթացքում ոչ միայն վերադարձի իրավունքի մասին, այլ նաև Արցախի հանրապետություն բառակապակցությունը հնչում էր շատ մեծ պարբերականությամբ, ինչը գազազացրել է ուղղակի Ալիևին ու Էրդողանին, որովհետև Արցախի հանրապետության մասին հիշատակումը եւ հիշողությունը, այս պահի դրությամբ գոնե հիշողությունը անխուսափելիորեն ինչ-որ մի ժամանակահատված հետո բերելու է այն հարցի պատասխանին, թե ովքեր էին այն պատերազմական հանցագործները, որոնք Արցախի ժողովրդին հնարավորություն չտվեցին ապրել իրենց երկրում, այդ ինչ պատերազմական հանցագործությունների արդյունքում է, որ 150,000-ից ավելի բնիկ ժողովուրդ ստիպված էր գաղթի ճամփան բռնել եւ այս հարցի պատասխանները ուղղակի տանում են դեպի Ալիև-Էրդողան ու իրենցից էլ նաեւ ուղղակիորեն բերում են ցավալիորեն այսօր Երևանում իշխանությունը բռնազավթած դեպի Նիկոլը երկրում բռնապետություն է արտահայտությունը արտահայտվում է եւ ապացուցվում է հենց այն հանգամանքով, որ դրանից այս Արցախի հանրապետության անվանումը մի քանի անգամ հնչեցնելուց հետո այդ շենքում սկսվում են քննչական անհասկանալի գործողություններ Ալիևի եւ Էրդողանի հանձնարարությամբ ուղղակի ես վստահ եմ դրանում կասկած չունեմ, որովհետեւ ինչպես Նիկոլի ԿՊԱ-կան ուսապարկերից մեկն էր ասում, որ հիշում եք լեզուները կտրելու սպառնալիք էր հնչեցնում, ես կարծում եմ լեզուները կտրելու հանձնարարականով էլ Նիկոլը քննիչներին ուղարկել էր Արցախի ներկայացուցչություն, հասկանալու թե այդ ով է հանդգնել Արցախի հանրապետություն բառակապակցությունը օգտագործել, ձեռի հետ էլ հանձնարարել էր իհարկե գտնել են հրամանագիրը, որը չեղարկել է Արցախի հանրապետության լուծարումը եւ դա էլ բնօրինակով ուղղակի ուղարկել Ալիևին որպես հերթական նվեր, որտեղ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը Նիկոլը ուղարկեց, չէ, Ալիևին որպես նվեր։ Դե այս տարի նոր տարուն դեռևս ոչ մի նվեր չի մատուցել Ալիևին, մտածում եմ թե ամանորյա ինչ նվեր պետք է ուղարկի Ալիևին եւ կարծում եմ լավագույն նվերներից մեկը կլինի, բացի այն, որ Հայաստանի հանրապետությունը օրեցօր թուլանում, տկարացնում է Նիկոլը իր գործողություններով, այ օրինակ այդ հրամանագրի բնօրինակը, որ ամբողջությամբ ջնջեն պատմության էջերից եւ հետո հնարավորություն չտան անգամ պետության վերականգնումից հետո իրավական գործընթացների, ուղղակիորեն այդ հրամանագիրը վերացնելն է։ Նկատի ունեք, որ չեղարկում է լուծարում Արցախի այդ հրամանագիրը։ Այո, այդ հրամանագիրը գոյություն ունի, դուք կհիշեք, թե այդ հրամանագրի մասին, երբ որ Արցախի ղեկավարությունը խոսեց, ինչպիսի հիստերիա էր Նիկոլի մոտ, որքան հենց անձնապես Արցախի ղեկավարի նկատմամբ քննչական գործողություններ, հարցաքննություններ օրը մեջ կանչում էին Նիկոլա հպատակ այդ իրավապահ համակարգի այս կամ այն կաբինետը ճնշելու համար։ Ես այդ նույն տրամաբանության մեջ եմ դիտարկում նաև այս գործողությունները, իսկ այն, որ Նիկոլը պիտի ուղղակիորեն ջնջի Արցախի հանրապետությունը, որովհետև եւ հիշողությունը Արցախի հանրապետության մասին, որովհետև Ալիևն ու Էրդողանը մինչև հիմա շատ բաց հայտարարում են, որ հայկական պետականությունները մեզ համար, իրենց համար ռիսկային են եւ այդ ռիսկը չեզոքացնելը մեկ պետության վերացումն է, երկրորդ այդ պետության հիշողության եւ դրա նույնիսկ այդ վերացման իրավական հետևանքները հետագայում կամ պատասխանատվությունը ուղղակի բացառելն է։ Բացառում են ինչպես ապահովելով Նիկոլի երկարակեցությունը այստեղ եւ որևէ կերպ հնարավորություն չտալով արցախցիներին, Հայաստանի քաղաքացիներին անել գործողություններ, միջազգային հանրությանը իլուր մեր ներքին անվտանգության եւ կայունության վերականգնման համար, որը նաեւ բերելու էր այո անխուսափելիորեն հայերի Արցախ վերադարձին։ Սեյֆը կոտրեցին, այն աշխատակիցներ էին գնացել եւ այնտեղ ոչինչ չգտնվեց, փաստաբանն ասում էր, միայն ազատ Արցախ թերթն են գտել։
Այո, ես կարծում եմ այդ Ազատ Արցախ թերթն էլ մեծ ապացուցողական նշանակություն ունի Նիկոլի համար, դա էլ կդնի են նվերների մեջ, կուղարկի Ալիևին, կասես մի օրինակ Ազատ Արցախ թերթն էլ վերացրեցինք։ Ամեն դեպքում ինքը երբ Համբուրգում հարցազրույց էր տալիս, ասում էր, որ եթե մենք խոսում ենք Արցախ վերադարձի մասին, նշանակում է, որ մենք նոր պատերազմ, նոր զոհեր ենք ունենալու, այսինքն անընդհատ պատերազմի այդ կերակը վառ ենք պահում եւ առաջարկով հանդես եկավ, ասում է մենք փակենք Արցախի վերադարձի հարցը, դուք էլ մի խոսեք Արևմտյան Ադրբեջանի մասին։ Ադրբեջանին առաջարկով հանդես եկավ։ Նախ Նիկոլը չի կարող Ադրբեջանին առաջարկով հանդես գալ ու դրա մասին բազմիցս մենք ականատես ենք եղել ու արդեն եկել հասել ենք այնտեղ, որ Գերմանիայում ոչ թե Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաներից է ինքը հանձնարարություն ստանում, ասենք Ալիևից, Ալիևի օգնականներից, խորհրդականներից, այլ ստանում է Գերմանիայում Ադրբեջանի դեսպանից, որը կարողանում է իլուր աշխարհի հայտարարել, թե ինչ եղավ մեր հերթական նախապայմանը, ոնց որ ուշացնում ես սահմանադրության փոփոխությունը, հանգարց մտքովդ չանցկացնես ցույց տալ, թե դա քո ինքնուրույն որոշումն է կամ մեր պահանջը չի, դա հենց լավ էլ մեր պահանջն է, իմացի որ մեր պահանջն է ու թող բոլորը իմանան, որ դու մեր պահանջը մեր նախանշած ժամկետներում իրականություն ես դարձնելու։ Այն որ Նիկոլը ամենալավ լոբիստն է Ալիևի եւ Էրդողանի, դրանում ես կասկած չունեմ եւ ձեր ասած արտահայտությունը դրանից մեկն է, այսինքն հավասարեցնել Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները մտածածին Արևմտյան Ադրբեջան տերմինի երկրամասի հետ, որը ուղղակի ադրբեջանական կեղտոտ նավթադոլարներով տպագրված մի քանի դասագրքի եւ պսևդո գիտական աշխատության մեջ արկա նյութ է, այ դա կարող էր անել միայն ադրբեջանական լոբիստը շատ մեծ ադրբեջանական փողերով, հետեւաբար Նիկոլն էլ այդ լոբիստների շարքը ամբողջությամբ համալրել։ Այն որ ինքը Մինսկի խումբը լուծարեց առանց նույնիսկ իր ասած ժամանակահատվածի եւ իր ասած պայմանների պահպանության, այն է այդ իրենց խաղաղության պայմանագրի ստորագրման, հիշեցնեմ, որ այդ պայմանագիրը չի ստորագրվել, այն շատ հեռու է խաղաղության պայմանագիր լինելուց, բայց Մինսկի խումբը արդեն դեկտեմբերի 1-ից գոյություն չունի։ Այն որ Նիկոլը խոստանում էր, որ միայն երկկողմանի հայցերի հետքաշման դեպքում բոլոր գանգատները միջազգային ատյաններից ինքը կվերցնի, էդ էլ չեղավ, Ադրբեջանի գանգատները կան, հայկական գանգատները, հայկական կողմի գանգատները ըստ էության չունեն ներկայացուցիչ, որը կպաշտպանի պետությունը, իսկ դա նշանակում է ուղղակի զրո հնարավորություն հաղթելու, շահելու այդ գործերը եւ ինչ որ հետևանքներ առաջացնելու Ադրբեջանի համար։ Նախապայմաններ էին, այո, նախապայմաններ են, հերթով, կարգով ինքը դրանք իրականացնում է, չունենալով որևէ այլ ցանկություն անգամ դրանց ընդդիմանալու, ինքը ուղղակի որոշ ժամանակ առաջ հայ հասարակությանը փորձում էր ներկայացնել, թե դա մեր ցանկությունն է, թե հայ հասարակությունն է ուզում սահմանադրություն փոխի, հայ հասարակությունն էր ուզում, որ արցախցիները երկու օրվա մեջ գաղթեին իրենց բնակավայրերից, հիմա արդեն այդ ամեն ինչը շատ ուղիղ մեզ հակադրում է սպառնալիքի լեզվով, առաջարկելով հետևյալ տարբերակը կամ մահապատիժ կամ ենթակայություն Թուրքին, բայց քաղաքակրթությունը հազարամյակների ստրկատիրական հասարակարգը հաղթահարելուց այս կողմ այդ ընտրության առաջ չի դնում մարդկությանը։ Մարդկությունը ընտրության առաջ չէ հիմա մահապատժի ենթարկվելու, թե ստրկատիրության, Թուրքին ենթակայության, թե ադրբեջանցուն ենթակայության։ Հիմա մարդու իրավունքները, ազատությունները, արժանապատվությունը անկախտելի են դիտարկվում մարդու կենսագործունեությունից։ Իսկ Նիկոլը մեզ բոլորիս ասում է ընտրեք, մահապատիժ եք ուզում, թե ստրկատիրություն։ Այնտեղ բացատրում էր, ասում էր, ես եթե հիմա ուզենամ սահմանադրությունը փոխեմ, չեմ կարող, բացի այդ էլ մենք սահմանադրությամբ ընդունել ենք, որ եթե խաղաղության համաձայնագրում որևէ բան հակասի սահմանադրությանը, այդ փաստաթուղթն ավելի բարձր է, քան սահմանադրությունը։ Այդ փաստաթուղթը չի կարող ունենալ սահմանադրական ուժ, եթե Հայաստանի Հանրապետությունում լիներ սահմանադրական կարգ եւ լիներ իշխանություն, որ այդ սահմանադրական կարգի կրողն է, այլ ոչ թե իշխանազավթում իրականացրած, ապա այդ նախադասության համար օրինակ ինքը պատասխանատվության կենթարկվեր, որովհետև Հայաստանի Հանրապետությունում, Հայաստանի Հանրապետության սահմանադրությանը հակասող որևէ իրավական ակտ, անկախ դրա բնույթից, անվանումից եւ էությունից, չի կարող հակասել Հայաստանի Հանրապետության սահմանադրությանը, հակասության դեպքում այն չի կարող վավերացվել։ Իսկ այն փաստը, որ Նիկոլը ասում է, թե Ադրբեջանի ցանկությունների շարադրանքը, որը ինքը անվանում է
խաղաղության պայմանագիր ավելի բարձր է, քան Հայաստանի սահմանադրությունը, դա շատ ուղիղ նշանակում է, որ Հայաստանում սահմանադրական կարգ չկա, գոյություն չունի, ինքը այդ սահմանադրական կարգը տապալողն է եղել, ավելին նաև Ադրբեջանի ցանկությունները վեր են Հայաստանի գոյության եւ Հայաստանի քաղաքացիների էգզիստենցիալ իրավունքներից։ Հիմա այս գործընթացը փակուղային իրավիճակում է հայտնվել, այսինքն պայմանագիրն էլ չի կնքվի եւ այսպես անընդհատ այս քննարկումը կգնա, կարծում եք։ Ոչ, ես ավելի վատատես եմ, խոսքը ոչ թե փակուղու մասին է, այլ ուղղակի թուրքերի նախանշած հերթականությամբ հանձնումների եւ հայկական պետականության քայքայման մասին է, որովհետեւ այն ինչ տեղի ունեցավ Արցախի հետ, ոչ մի ստորագրված փաստաթղթով չէր կարող տեղի ունենալ, բայց դա Նիկոլին չխանգարեց, ինչպես ինքն է ասում, բանավոր պայմանավորվածություններով հանձներ մի ամբողջ պետություն եւ փախստական սարքեր 150,000-ից ավելի կանանց, երեխաների, ծերերի, իրեն դա չխանգարեց։ Այդ նույնը լինելու է եւ տեղի ունենալու Հայաստանի հետ։ Իրենք այլ նպատակներ չունեն։ Ցավալի է, որ այդ նպատակները իրականացնելու ճանապարհին իրենք խոչընդոտներ էլ նաեւ չեն հանդիպում, որովհետեւ այսօր մենք բոլորս դիտորդի դերում ենք ըստ էության, Հայաստանի հասարակությունը դիտորդի դերում է, թե Ալիև, Էրդողան եւ Նիկոլ այս եռանկյունին ինչպես է որոշելու Հայաստանի ճակատագիրը եւ ինչ ժամկետներ է սահմանելու այդ ճակատագրի իրականացման համար։ Մենք ստեղ դիտորդներ ենք, լսում ենք, թե ինչպես է Հայաստանի շրջափակման անունը դրվում դելիմիտացիա, դեմարկացիա, լսում ենք եւ տեսնում ենք, թե ինչպես է արգելվում Արցախի հանրապետություն բառակապակցությունը օգտագործել, ինչպես են ավելանում Հայաստանում տասնյակ քաղաքական բանտարկելեր միայն նրա համար, որտեղ Ալիևը Նիկոլին շատ ուղղակի հենց այդ իր ցանկությունների շարադրանքի մեջ, որը նախաստորագրվել է, ուղղակի հանձնարարական է տվել, որ Հայաստանում հայրենասեր, հայրենիք հիշատակող մարդիկ պիտի չեզոքացվեն։ Ու իրենց կողմից հետաքրքիր այն, որ իրենք եւ խոսում են խաղաղությունից եւ միևնույն ժամանակ նոր պահանջներ, նոր հարցեր են առաջ քաշում, օրինակ վերջերս Ռամիլ Սաֆարովին գնդապետի կոչում տվեցին, որովհետեւ իրենց համար խաղաղությունը, իրենց ընկալմամբ ադրբեջանցիները կան այստեղ ապրեն, այո, որովհետեւ իրենց համար խաղաղությունը եւ իրենց համար բարեկեցիկ իրավիճակը հայկական պետականության չգոյությունն է։ Իրենք չեն նախատեսում նույնիսկ մի քանի քառակուսի կիլոմետր մեր հայրենիքից թողնել մեզ։ Դա այդպես չի, իրենք այն խոսույթը, որ ունեն, ատելությունը հայերի նկատմամբ, այդ զավթողականությունը, այդ պատերազմական հանցագործությունների միջոցով հայերի զանգվածային սպանդ կազմակերպելը, սպանություններ իրականացնելը, իրենք այս ուղուց եւ իրենց այս բանաձևից չեն շեղվել։ Բայց ամեն դեպքում Գերմանիայում Ադրբեջանի դեսպանն ասում էր, մեզ հաջողվեց խաղաղություն հաստատել 5 տարում, իսկ Գերմանիան ու Ֆրանսիան 13 տարի չէին կարողանում։ Ուրեմն այն խաղաղություն, ես նոր էի ասում, այն խաղաղությունը, որը Ադրբեջանի շուրթերից է հնչում, նորից եմ կրկնում, Արցախում տեղի ունեցած իրավիճակն է։ Հիմա Արցախում, այո, մեկ բնիկ հայ չկա, Արցախի եկեղեցիները, մեր պատմամշակութային արժեքները ադրբեջանացվում են, այնտեղ հայկական հողի մասին ոչ մի կենթանի շունչ չկա, որ կարող է խոսել, այդ խաղաղությունն են իրենք ուզում բերել նաև այստեղ Երևանի կենտրոն։ Ադրբեջանցու խաղաղությունը դա է։ Պարզվեց, որ Նիկոլի խաղաղությունն էլ է դա։ Հայ հասարակության համար դա խաղաղություն է, դա խաղաղություն չի, դա վերացում է, ենթակայություն է, ստորացում է եւ ստրկացում է Թուրքին ու Ադրբեջանցուն։ Մեզ ցույց են տալիս, որ սրան այլընտրանք չկա, գիտեք, կամ պետք է կրակեն, կամ դուք պետք է Թուրքի ստրուկ կլնեք։ Այս չի ընտրությունը, այս չի մեկը մյուսի այլընտրանքը։ Ազատությունն ու արժանապատիվ կյանքն է եղել 30 տարի մեր այլընտրանքը ու բավական է մենք սրա ասած այս փսիխոզի վիճակում ասված արտահայտություններն ու մտքերը մեկնաբանենք։ Ընտրությունը մահապատժի եւ Թուրքին ենթակայության միջև չի։ Հիմա դուք կարծում եք իսկապես կարող է հարցը հասնել նրան, որ ներկայացուցչությունը վերցնեն արցախցիների ձեռքից, որովհետև այդպես նաև այն խնդիրն է լուծում, որպեսզի կառույցները չգործի։ Կառավարություն, ազգային ժողով, հավաքատեղի չլինի։ Իհարկե, որ իրենք դա մաքսիմալ պետության մեջ պետություն չի լինելու։ Մաքսիմալ ինտենսիվ իրականացնում են։ Արցախի ներկայացուցչությունը պետություն չէ պետության մեջ, Արցախի ներկայացուցչությունը մեր բռնազավթված հայրենիքի ինստիտուցիոնալ արտահայտություններից մեկն է, որը հնարավորություն պիտի տար մեր պետությանը հենց օգներ միջազգային հարթակներում առաջ մղելու արցախահայերի իրավունքները, բայց քանի որ մեր պետություն այլևս ասվածը գոյություն չունի, որովհետև
օկուպացված է Հայաստանում իշխանությունը նաև Նիկոլի կողմից, իր հանձնարարականն է վերացնել Արցախի ներկայացուցչությունը, որտեղ Արցախի падգամավորների, ազգային ժողովի падգամավորների նկատմամբ հետապնդումները, ազգային ժողովի իր падգամավորների նկատմամբ նաև կալանքի ընտրությունները շինծ ու կեղծ գործերով, չէ, տարին մեկ ինչ որ մի հատ նոր ահաբեկչություն է Նիկոլը բացահայտում, հենց իր համար ինչ որ մի քիչ դիսկոմֆորտ իրավիճակը ինքը տենց որոշման նոր մի հատ ահաբեկչության սցենար բեմադրի, էլի մի քանի տասնյակ քաղաքական բանտարկյալներով։ Իհարկե, այս ամեն ինչը ինքը իրականացնելու է Հայաստանի շահերին երբեք չի վնասել եւ չէր կարող վնասել Արցախի ներկայացուցչության գոյությունը։ Նիկոլին այո կարող է վնասել, որովհետև հայկական դիրքերի ամրապնդվող դիրքերը Նիկոլին որևէ կերպ օգուտ չեն բերում։ Եկեղեցու շուրջ իրադարձություններ ուր կարող են հասնել, արդեն իսկ խոսել այն մասին, որ Արմավիրի մարզի մեծամուր խոշորացված համայնքի այգեշատ բնակավայր է գնալու Սուրբ Գևորգ եկեղեցում մասնակցելու պատարագի։ Պատարագները միշտ նախորդում են իրադարձություններով, ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները գնում են, հանդիպում են քահանաներին, ինչպես Փաշինյանն է ասում, խնդրում են, որպեսզի կաթողիկոսի անունը չեղարկվի պատարագի ժամանակ։ Հիմա այս հետևողականորեն Կիրակի օրերը Փաշինյանը գնում է պատարագի, նրա հետ գնում է իր թիմը, Ալեն Սիմոնյանը նույնիսկ ասում է Մայրաթոր պետք է մյուսը գնանք, ըստ էության հավանաբար նման քննարկում կա նաև Մայրաթորում պատարագի մասնակցել։ Այս ամեն ինչը խանգարում է բնականոն կյանքին եւ արդյոք իսկապես վտանգ կա վեհապարի հեռացման, կարծում եք։ Ասացիք պատարագների են գնում, իրենք պատարագների չեն գնում, դա սեկտանտների մի հավաքածու է, որը գնում է պղծելու հայ առաքելական եկեղեցին, մեր հավատքը ծաղրելու մի երկրի բնակչություն, որի գերակշիռ մեծամասնությունը հայ առաքելական եկեղեցու հետևորդներ են։ Ինքը շատ է սիրում խոսել հիբրիդային պատերազմներից, հիբրիդային պատերազմից, այ հիբրիդային պատերազմը հենց Նիկոլն է մղում հայ ժողովրդի դեմ, կազմակերպելով այդ հիբրիդային պատարագները, որտեղ իր խմբագրությամբ ինչ որ հատվածներ հանվում են, ինչ որ հատվածներ ավելանում են, կարող են վերջում էլ Նիկոլ բղավել եւ դմդմփու անել, իրենք սովոր են այդպիսի սեկտանտական գործողությունների։ Ասացիք խնդրում են, ես կարծում Հայաստանի քաղաքացիները այս մի քանի ամիսների ընթացքում հայ առաքելական եկեղեցու դեմ Նիկոլի արշավից համոզվել են, որ դրանք ուղակի շատ ուղակի սպառնալիքներ են տարբեր պետական կառույցների կողմից ուղղված հայ առաքելական եկեղեցու եւ հետևորդներին եւ ներկայացուցիչներին, որովհետեւ մարդկանց եկեղեցի չթողնել, այնտեղ face control կա, էլի Նիկոլն է որոշում, թե այդ հիբրիդային պատարագին ով է մասնակցելու, ով է իր անունը լսելուց ծափ ու այն մի քանի Նիկոլի բնորոշմամբ հավաքական իմաստով Բենթլի տերտերները, ովքեր կոմպրոմատի եւ վախի ազդեցության տակ, կոմպրոմատը եւ վախը նախընտրեցին իրենց առաքելության եւ այդ առաքելության համար ինչ որտեղ նաեւ զրկանքներ կրելու հնարավորությունից։ Իրենք որոշեցին, որ Նիկոլին խոնարհվելը շատ ավելի կարեւոր եւ շատ ավելի ապահով ճանապարհ է, քան ծառայել հայ առաքելական եկեղեցուն եւ ծառայել իրենց հասարակությանը։ Եթե այսպիսի ճնշումներ կան, հնարավոր է փաստորեն հոգեվորականներ միանան։ Հոգեվորականների միանալու հետ կապված յուրաքանչյուր անձ ինքը պետք է որոշի Նիկոլին դիմադրում դիմակայում է թե ոչ, դա ոչ միայն հոգեվորականներին է վերաբերվում, այլ Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու, որովհետև այն տասնյակ քաղաքական բանտարկյալները Հայաստանի բանտերում այսօր միայն դրա մասին են խոսում, որովհետև այն մարդիկ, ովքեր դիմադրում են, այն մարդիկ, ովքեր պատրաստ չեն ճկվելու Նիկոլի հակահայկականության ալիքին, իրենք այո բռնաճնշումների ենթարկվելու են։ Ես ցավում եմ, որ մենք այս պահի դրությամբ ինչ որ ֆրագմենտալ ենք խոսում այս կամ այն քաղաքական հետապնդումից, բայց այդ քաղաքական հետապնդումները ուղղակի ժամեր չեն բավականացնելու մեզ խոսելու, եթե մենք սկզբնաղբյուրը դրա չփորձենք հասկանալ։ Իսկ այդ բռնաճնշումների սկզբնաղբյուրը SMS գրողն է, հետեւաբար այդ SMS գրողների գրողի հարցն է պետք կարգավորել, թե չէ ամեն անգամ նստել մտածել, թե այս կառույցը, այս կառույցի այս մյուս ներկայացուցիչը կարող արդյոք турք է տալու Նիկոլի բռնաճնշումներին, թե ոչ։ Այո, վիճակը գնալով ահագնանալու է, որովհետև այլ գործիք Հայաստանում Նիկոլին իշխանության պահելու թուրքերը չունեն, ունեն հայերին ճնշելու եւ թուրքական փողերով լոբինգ անելու, որ ամբողջ աշխարհը դա չտեսնի, չնկատի ոչ իրավունքների խախտումները, ոչ քաղաքացիական այս անհնազանդության ակցիաների ժամանակ Նիկոլի դաժանությունները, ոչ էլ բանտերում անտանելի պայմաններում պահվող Հայաստանի քաղաքացիները։ Այս իրենց սխեման այդպիսին է, հարցը այլ է, թե մենք ինչ սխեմա ունենք այս ամենին հակադրելու եւ արդյոք մենք որպես
որպես դիտորդ տեսնելու ենք, թե երբ է Նիկոլը որոշելու այս անգամ արդեն ԱԱԾ-ով, բայց իր գլխավորությամբ ասպատակել Էջմիածինը, մայր տաճարը, կամ ուղղակի այնպես անենք, որ Նիկոլը չհասնի եւ չհասցնի այդ գործողությունը իրականացնել։ Իսկ ինչ պետք է անել, ինչպես պետք է դա անել։ Օրինակ, երբ առաջի անգամ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները մտան Մայրաթոր Միքայել Սրբազանի հետ կապված, այդ ժամանակ ես հիշում եմ, որ ընդդիմությունից շատ ներկայացուցիչներ ասում են մենք պետք է գնանք, պայքարենք, եկեղեցու կողքը կանգնենք, հերթապահենք։ Հետո երբ երկարաձգվեց գործընթացը, մենք տեսանք ավելի պասիվացում եւ սահմանափակվում միայն հարցազրույցներով, հայտարարություններով կամ ստատուսներով։ Ես չգիտեմ ով է ընդդիմությունից հայտարարել, որ պետք է գնալ, ես առանց հայտարարությունների ուղղակի այնտեղ եմ եղել այդ օրը եւ պատրաստվում եմ ցանկացած նմանօրինակ գործողության դեպքում էլ այնտեղ լինել, բայց եկեք չհերոսացնենք այդ գործընթացը կամ այնտեղ լինելու հանգամանքը, որովհետեւ դա նվազագույն անհրաժեշտն էլ չի։ Այսինքն մենք ինչ ենք ակնկալում, մենք սպասում ենք, թե ամեն անգամ երբ Նիկոլը հերթական ապօրինի հանձնարարականը բարոյականությունից զուրկ հերթական հանձնարարականը կտա, որ մենք գնանք փորձենք չպատ կանգնել եւ այդ շարքի մեջ մեր տեղը զբաղեցնել, ունենալով 0 արդյունք էլի, ինչ արդյունք ունեցանք, Միքայել Աջապահյանին կալանավորեցին, դա նշանակում է, որ այդ ձևական գործողությունների վերջ տալը գոնե մարդիկ, ովքեր անկեղծ Նիկոլի դեմ պայքարող են, այլ ոչ թե այլընտրանքային պայքարի թիրախներ իրենց համար ընտրողներ, Նիկոլից վախեցող, բայց այ օրինակ հանրապետականին հարվածող կամ չգիտեմ, իբր ուզում են Նիկոլին հաղթեն, բայց օրը 24 ժամ հարցազրույց են տալիս նրա մասին, որ օրինակ հանրապետականը պետք է հեռանա քաղաքական դաշտից։ Եթե այս մակարդակի մասին չենք խոսում, այլ խոսում ենք իրական առանց վախի պայքարողների մասին, ուրեմն մենք պետք է հասկանանք, որ թիրախը Նիկոլն է գնալու եւ Նիկոլի գնալով է, որ Մայրաթորը չի պղծվելու, Նիկոլի գնալով է, որ տասնյակ քաղաքական բանտարկյալներ ազատ են արձակվելու, Նիկոլի գնալով է, որ Ադրբեջանի պահանջների կատարմանը վերջ է դրվելու, Նիկոլի գնալով է, որ Հայաստանի տարածքային ամբողջականության մասին սկսելու են խոսել եւ աշխատել այդ տարածքային ամբողջականությունը վերականգնելու համար, Նիկոլի գնալով է, որ Հայաստանում սահմանադրական կարգ եւ քաղաքացիական իրավունքներ են վերականգնվելու։ Սրա մասին է խոսքը։ Հիմա ինչպես Նիկոլին հեռացնել, փողոցային պայքարով կուսակցությունը այդ առաջարկությունը արել է, ավելին քաղաքական պատասխանատվություն էլ վերցրել է, մեզ համար անվստահության գործընթացը այլընտրանքներ չունեցող process է այսօր, որովհետև չկա այսօր մի ճանապարհ, հենց այսօր վաղը մոտակա ժամանակահատվածի մասին է խոսքը, որ Նիկոլին կարող է ապահովել եւ բերել Նիկոլի հեռացմանը։ Ես չեմ հավատում Նիկոլի հրաժարականին, ինքը չի տալու հրաժարական, որովհետև ինքը այստեղ կարգված է այն բոլոր հակահայկական գործողությունների իրականացմանը, որը որպես պլան, որպես ճանապարհային քարտեզ եւ գործողությունների նաեւ ժամանակացույց իրեն տվել են իր տերերը։ ԿՊ պատգամավորներն էլ չեն միանում եւ ըստ էության հիմա իրենց ներսում պայքարը թե ով պետք է ցուցակում վերևի տեղերը զբաղեցնի։ Եթե դուք երաշխավորում եք, որ ես ձեր տաղավարում ինչ որ հայտարարություններ անեմ եւ այդ հայտարարություններից հետո Նիկոլը չի գնա այդ մարդկանց նկատմամբ բռնաճնշումներ իրականացնելու, եկեք անեմ։ Եթե դուք չունեք այդ այսինքն կան մարդիկ, ովքեր մենք աշխատում ենք այդ ուղղությամբ ու չենք հավատում Նիկոլի բնականon գործունեությամբ ինչ որ մի հանգրվանի հասնելուն, այսինքն չի կարող լինել հերթական կամ արտահերթ ընտրություն Նիկոլի կողմից կազմակերպված, որը անցնելու է արդար, որտեղ Նիկոլը արդարության, թափանցիկության, մրցակցության, մարդու իրավունքների, ազատությունների, սահմանադրության հետ որևէ կապ չունի։ Այս մարդը այսինքն թվարկած բոլոր բարերի եւ բոլոր գործողությունների ուղիղ հակառակն է, ուղիղ հականիշն է, ինքը անազատության, բռնաճնշումների, ձևական իմաստով, չէ, քվյաթերթիկներով, քվյատուփերով, քվյարկություններ նկարող, ապահովով, գրզոյի ախրանիկներով ընտրությունների գնացող է։ Եվ այդպես է եղել 2021-ին, այդպես է անելու ինքը 2026-ին, ինքը չի փոխելու այս իր process-ը անցկացման, որտեղ ինքը շատ լավ գիտի այդ աթոռից հեռանալը իր համար ինքը պատգամավորներն պետք է տեսնեն մեծ ճնշում, որ ուզենան միանալ, եթե անգամ իսկապես կան մարդիկ, ովքեր ուզում են։ Այո, այդ պատգամավորները պիտի հակազդեցության արդյունքում միանան, ակնհայտ է, որ այն իրավիճակը, որ այսօր ստեղծվել է, այսինքն մի կողմից Նիկոլի հանդեպ ունեցած վախը, մյուս կողմից արդեն տարիներ շարունակ իրենց հանցակից լինելը Նիկոլի ռեժիմին եւ այդ Նիկոլի process-ին, իսկ մենք շատ լավ գիտենք, որ Նիկոլը ամեն ինչ անում է, որ բացի իրենից ում կարող է էլի ներքաշի այդ հանցագործությունների, այդ բանդիտիզմի եւ կազմակերպված հանցավորության մեջ, չէ՞։ Այս ամեն ինչը իհարկե իրենց հետ է պահում, բայց սա հետ պահող գործոններն են, եւ կան մի շարք գործոններ, որոնք ընդհակառակը որոշ մարդկանց առաջ են մղում եւ մղելու են անել
անել այդ գործողությունը։ Մենք ջանք չենք խնայում այս ամենին հասնելու համար։ Բայց ինչի փողոցային պայքար չի ծավալվում։ Եվ կարծում եմ, որտեղ դա ինքնանպատակ չի։ Այդ փողոցային պայքարը պիտի լինի այն ժամանակ եւ ուղեկցվի ու ուղղորդվի այն տրամաբանությամբ, որ բերի հանգուցալուծման։ Թե չէ Հայաստանում այս վերջին 5 տարիների ընթացքում թույլ տվեք ասեմ մեկը մեկից մարդաշատ փողոցային պայքարներ են եղել։ Հայրենիքի փրկությունը, Սրբազան պայքարը, Դիմադրություն 2023 թվականի սեպտեմբերյան դեպքերը։ Մեկը մեկից մարդաշատ, տասնյակ, 100,000-ավոր ինչ-որ դեպքերում նաև քաղաքացիներ գալիս էին, ինչ ասում էին այդ շարժման ղեկավարները, ասում էին եկեք Բաղրամյան, գալիս էին Բաղրամյան ազգային ժողովի դիմաց, ասում էին գնացեք Հանրապետության հրապարակ կառավարություն գնում էին կառավարությունն էին շրջափակում, բայց երբ որ դրան չէր հետևում իրավական եւ քաղաքական լուծումը, այդ մարդկանց ուղակի հերթական անգամ բռնաճնշումների էին ենթարկում, ծեծում, ջարդում, խոշտանգում, քրեական գործեր հարուցում, աշխատանքից ազատում եւ վերջ։ Մեր նպատակը սա չի, հետո ցույց տալ ասել գիտեք ինչ, այ տեսեք, մեր շարժման ժամանակ 100 հոգի չկալանավորվեց, 1000-ը կալանավորվեց, 30 նռնակ չգցեց Նիկոլ ինչպես Սրբազան շարժման ժամանակ, այլ 40-ը գցեց։ Էսա մեր նպատակը։ Բայց ամեն դեպքում այս ամենի պատասխանատվությունը գուցե ոչ ամբողջությամբ, բայց ընդդիմությունը կիսում է եւ Բալթյան երկրների թեմի առաջնորդը Վազգեն Միրզախանյանը օրերս ասել է համոզմունք է հայտնել, որ վեհափառը ինքը կհեռանա եւ ոչ թե կկալանավորվի, այսինքն այնպիսի ճնշումներ կան, որ նույնիսկ այսպիսի խոսակցություններ են ընթանում, որ հենց ինքը կարող է տրվել այդ ճնշումներ։ Հիմա այս անձը նույնիսկ չգիտի վաղ իրան Նիկոլը կալանավորելա, թե չէ, ինչպես կարելի է դրանից մեջբերումներ անել։ Մարդ չգիտի իր վախը ավելի շատ իր ինչից է, այն կոմպրոմատներից, որ Նիկոլը իր դեմ ունի, թե որ մի օր Նիկոլը կարծանա կորոշի, որ իրան պետք է խավության նոխաս սարքի։ Ասում ոնց կարելի է այդպիսի մարդուն ուտալ։ Այդ դու կարծում ես վեհափառը ճնշումներին չի տրվի, որ ես հույս ունեմ, որ վեհափառ Հայրապետը կշարունակի ամուր մնալ եւ ինչպես նախագահ Սերժ Սարգսյանն արդեն մի քանի անգամ ասել է, մենք սպասում ենք վեհափառ Հայրապետի ցանկացած կանչին, հորդորին, ինչ կասի մենք դա էլ պատրաստ ենք անել։ Բայց այդ դեպքում ինքը ավելի խոցելի իրավիճակում չի հայտնվում։ Ինչ իմաստով։ Դե ասեն, որ հենա քաղաքական կոչ է անում, որպեսզի կան հավաքվեն, քաղաքահեղափոխություն է ուզում անել, տեսեք նա քաղաքականության եթե մենք շարունակելու ենք քննարկել Նիկոլի ասած ցնդաբանությունները, ուրեմն այո, մենք կաղապարների մեջ ենք եւ դատապարտված ենք հավերժ Նիկոլի ցնդաբանությունները մեկնաբանելու։ Ինձ շատ վաղուց չի հետաքրքրում, թե ինչ է ասում Նիկոլը եւ այդ իր բանդայի անդամները, որի անբաժան մասն են կազմում նաեւ սոցցանցերում գործող ֆեյքային գրոհային խմբերը, ինչ են քարոզում։ Եթե մենք գետնի վրա ունենալու ենք այդ ծրագրային քայլերը հստակ թե ինչ պիտի անենք, ես ես վստահեցնում եմ, ինչ էլ ասի, ինչ էլ հանձնարարի, ինչ էլ գրի, չի կարողանալու ինքը դրա դեմը առնել։ Այլ բան է, եթե մենք օրերով նստելու ենք քննարկենք, վայ Նիկոլը ինչ ասեց եւ Նիկոլը ինչ գրեց։ Կարևորը այն թե մենք ինչ ենք ասում եւ այսինքն վեհապարը ինչ կոչ անի, աջակցության կոչ ինչ ասի, որ մենք աջակցության կոչի մասին չի խոսքը, որովհետեւ մենք այսպես թե այնպես վեհապար Հայրապետի կողքին ենք, Մայրաթոր Սուրբ Էջմիածնի կողքին ենք, այն սրբազանների կողքին ենք, ովքեր հիմա ապօրինաբար գտնվում են կալանքի եւ արդեն ունեն դատվածություն, իհարկե դրան դատվածություններ անվանել չի կարելի, որտեղ դրանք ապօրինի, այո, դրանք ապօրինի որոշումներ են եւ մենք չենք էլ պատրաստվում քննարկել թե որ սրբազանին, որ հոդվածով են, որ հոդվածն են կարել եւ ինչ հոդվածով են փորձում դատապարտել, որտեղ մեզ համար ակնհայտ է ամեն ինչ որ արվում է Նիկոլի հրահանգով, կեղծ է, շինծու իրականության հետ որևէ կապ չունի, իսկ այն քննիչները, որոնք մենք շատ լավ տեսել ենք, թե ինչպես են հրահանգներով մի րոպեվա մեջ գործ կարում եւ շատ լավ տեսել ենք թե ինչպես են օրինակ ընդդիմադիր գործիչների վրա հարձակումները ամիսներով, տարիներով քրեական գործ չեն հարուցում, մինչեւ վաղեմությունները անցնի, մինչեւ ապացուցողական բազան կորի, վերջում այդ գործերը ուղղակի կասեցնում են եւ շպրտում դարակը։ Մենք այդ ամեն ինչը հիանալի տեսել ենք։ Խոսքը ոչ թե ինչ որ աջակցության մասին է, այլ կոնկրետ վեհապար Հայրապետի պատկերացումների մասին, թե ինչպիսին պիտի լինի մեր ներգրավվածությունը Նիկոլից եկեղեցին պաշտպանելու գործում։ Բայց մենք մեր մասով այնպես չի, որ համարում ենք, որ պիտի նստենք ու սրան սպասենք եւ ավելին չենք էլ նստել ու սրան չենք սպասում, ընդհակառակը մենք անվստահության գործընթացը առաջ մղելով հենց հիմնականում նաեւ փորձում ենք կանխել Մայրաթորի դեմ եւ մեր եկեղեցու դեմ Նիկոլի արշավը, որտեղ եթե ինքը չլինի, այդ արշավը մեկ վայրկյանում վերանալու է, որևէ մեկը չի կարողանալու այդ արշավը շարունակել։ Իդեպ երեք տելեգրամյան ալիքներով տարածվում էր այն հոգեվորականի
տեսանյութը, ով գիշերային ակումբում էր եւ մասնակցել էր 7 վերք եկեղեցում պատարագիա ինքն էր հենց մատուցել։ Դե դրանցից մեկն էր, որ Նիկոլի դիմաց նստած էր, այդ եմ ասում, ինչպես կարելի է այդ մարդկանցով մաքրում եկեղեցի։ Բայց խնդիրը Նիկոլի եկեղեցին մաքրելը չէ, Նիկոլի համար միևնույն է ով է իր դիմաց կանգնած։ Կներեք, ուզում եք Գրիգոր Լուսավորիչը լինի, ուզում եմ մեզանից ցանկացածը լինի։ Մենք պիտի դադարենք այլևս խոսել նրա մասին, թե ում դեմ է պայքարում Նիկոլը եւ ինչ մեթոդներով է պայքարում, որովհետեւ ում պայքարում է այն մարդու դեմ, այն կառույցի եւ ինստիտուտի դեմ, որից վտանգ է տեսնում իր իշխանազավթման դադարեցման համար, որից վտանգ է տեսնում հակահայկական քարոզ իրականացնելու եւ հակահայկական գործողություններով հայոց պետականությունը քայքայելու համար։ Գործիքակազմել ամենաստոր, նենգ եւ ամենաանբարոն է գործիքակազմը։ Վերջ, սա կարող ենք մենք մեզ համար ֆիքսել։ Հիմա հաջորդը դուրս ենք գալիս արդեն այն մարդկանց շրջանակից, թե ում դեմ է ինքը պայքարում։ Այն մարդիկ են իր կողքով, ովքեր իրենից վախենում են, ում նկատմամբ ինքը ունի կոմպրոմատներ կամ մահուչապ վախենում են Նիկոլի կալանավորումներից։ Հայաստանի Հանրապետությունում տասնյակ հազարավոր քաղաքացիներ այս 7 տարիների ընթացքում ապացուցել են, որ իրենք այսիմ ասած կատեգորիաներից եւ որևէ մեկի մեջ չեն մտնում։ Ոչ կալանավորումներից, ոչ Նիկոլի վախեցնող մասկեքով, չգիտեմ ինչերից, ոչ այդ կարմիր եւ սև գույնի բերետներ հագնող կենթայներից չեն վախենում։ Հետևաբար մենք կարող ենք հենվել այդ քաղաքացիների վրա եւ առաջարկել քաղաքական լուծումներ։ Մենք հիմա դրանով ենք զբաղված եւ ոչ թե Նիկոլի մի քանի Բենթլի տերտերներ, ինչպես ինքն էր ասում, հավաքածուի պղծությունների մակարդակը չափելով։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Զրուցակիցս ազգային ժողովի պատիվ ունեմ խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանն էր։ Շարունակեք մեզ հետևել, կհանդիպենք։